Մի քանի ժամվա լռությունից հետո Իրանը երեկ հաստատեց. ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւ Բասիջ կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամ Ռեզա Սոլեյմանին սպանվել են իսրայելական հարվածից։ Նախկին հոգեվոր առաջնորդի սպանությունից հետո Լարիջանին էր փաստացի ղեկավարում երկիրը։ Նրա փոխարինողի մասին դեռ չի հաղորդվում, ավելին վերլուծաբանները համարում են, որ Լարիջանի սպանությունով Իրանում ղեկավարության խորը վակուում է առաջանում։ Նրան փոխարինող չկա այն մարդկանց շրջանում, որոնք ողջ են ու աշխատում են կառավարությունում։ Սակայն Իրանի արտգործնախարարը հայտարարել է. Լարիջանիի սպանությունը չի խաթարի կառավարության աշխատանքը, քանզի դա անհատներից կախված չէ։ Ալ Ջազիրային տված հարցազրույցում Աբբաս Արաղչին պնդել է. ԱՄՆ-ն ու Իսրայելը այդպես էլ չհասկացան, որ Իրանն ուժեղ քաղաքական կառուցվածք ունի, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայացած ինստիտուտներով։ Մեկ անհատի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ Իհարկե, անհատները ազդեցիկ են եւ յուրաքանչյուր մարդ կատարում է իր դերը, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք է։ Իրանցի պաշտոնյան նաև պնդել է երկրի գերագույն առաջնորդը փետրվարի 28-ի հարձակման ժամանակ միայն թեթև վնասվածքներ է ստացել, ողջ է եւ առողջ ու լիովին վերահսկում է իրավիճակը։ Մոջթաբա Խամենեին, սակայն հոր սպանությունից ու պաշտոնում նշանակվելուց հետո ոչ մի անգամ չի ներկայացել հանրությանը։ Այս ընթացքում դրա անունից միայն մեկ գրավոր ուղերձ է տարածվել։ Այսօր արդեն Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չեզոքացրել են Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։ Իրանը դեռ չի հաստատել նախարարի սպանության լուրը։ Մինչ հստակ չէ, թե ովքեր են հիմա Իրանի վերնախավում որոշում կայացնողները, երկրի գլխավոր դիվանագետը նաև հայտարարել է, թե միջուկային զենք չմշակելու մասին Թեհրանի դիրքորոշումն էապես չի փոխվի, թեև նոր գերագույն առաջնորդը դեռ կարտահայտի իր մոտեցումն այս հարցում։ Արաղչին զգուշացրել է, պատերազմի համաշխարհային հետևանքների ալիքը նոր է սկսվել եւ կհասնի բոլորին։ Լարիջանի սպանությանն ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գիշերը հրթիռակոծել է Իսրայելը, այդ թվում Թել Ավիվը կա 2 զոհ։ Իսրայելի առողջապահության նախարարության փոխանցմամբ վերջին 24 ժամում երկրում 192 մարդ է վիրավորվել։ Իրանի բանակի գլխավոր շտաբի պետն իր հերթին սպառնացել է նոր եւ ցավոտ հարվածներ հասցնել ի պատասխան Լարիջանի սպանության։ Իրանը նաև հարվածել է ծոցի մի քանի երկրում գտնվող թիրախների, նաև Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը։ Իսրայելի բանակն իր հերթին հարվածել է Իրանի հրամանատարական կենտրոնների, հրթիռների արձակման հարթակների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում Թեհրանում։ Ռումբերից մեկն ընկել է Բուշերի ատոմակայանի մոտակայքում։ Լորեստան նահանգում 1 տասնյակից ավելի մարդ է սպանվել։ ԱՄՆ-ն էլ հայտնել է, որ ամերիկյան զինուժը հարվածել է Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող իրանական հրթիռային կայաններին, կիրառելով հզոր ռումբեր, որոնք կարող են թափանցել բունկերներ։ Իսրայելի բանակը նաև հարվածել է Լիբանանին, թիրախավորելով արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքներին։ Առնվազն 12 զոհ, 40-ից ավելի վիրավոր։ Ռազմական գործողությունների ֆոնին դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել նեղուցում նավթատար նավերին ուղեկցելու համար։ Դոնալդ Թրամփն ասել է, որ դաշնակիցները մեջբերում են հիմար սխալ են գործում, իսկ ամերիկյան զինուժը այլևս նրանց կարիքը չունի։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է թույլ տալիս։ Ես վաղուց եմ ինքս ինձ տվել այդ հարցը։ Հետաքրքիր է, ՆԱՏՕ-ն երբևէ օգնության կհասնի մեզ։ Այնպես որ սա հիանալի փորձություն էր, քանզի մենք նրանց կարիքը չունենք, բայց նրանք պետք է լինեին այնտեղ։ Իրանի արտգործնախարարն ասել է, որ նեղուցում նոր կանոններ կգործեն ապահովելու նավերի անվտանգ անցումը հատուկ պայմաններում, որոնք կբխեն Իրանի եւ տարածաշրջանի շահերից։ Մանրամասներ սակայն Աբբաս Արաղչին չի ներկայացրել։